Ներքնվում դատարանը կվերադառնա, եթե չեմ սխալվում, որոշ ժամանակ հետո կվերադառնա։ Ձեր գործունեության ո՞ր ժամանակահատվածի մասին է խոսքը եւ մեղադրանքի մեջ ինչ են գրել, ինչ հիմքով։ Լիա ջան, այս բան, քանի որ նախաքննությամբ ես չեմ կարող շատ հստակ մանրամասներ ասել, տարիներ առաջվա 4 տարի առաջվա քննչականը արդեն ասել է ձեզ մեղադրում են զանգվածային անկարգությունները կազմակերպելուն, օժանդակելու մեջ, այս առումով ինչ կարող եք ասել։ Փաստորեն ստացվում է, եթե դուք այդ իրադարձությունը լուսաբանում եք, ցույց եք տալիս, թե ինչպես են ողջունում Նիկոլ Փաշինյանին, դուք դրան օժանդակում եք։ Ես նման եմ, չգիտեմ, անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի։ Իհարկե այս ամեն ինչը ես որակում եմ միայն զովեր, չգիտեմ, առավոտվանից եմ որ Մի տեսակ արագ ստացվեց, երբ է առաջադրվել, ոնց իմացաք, այսինքն մենք բոլորս չգիտենք, որ ինչ-որ գործ կա, որով դուք անցնում եք։ Ես էլ եմ իհարկե վերջերս իմացել այս ամեն ինչի մասին, այն որ լրագրողները թիրախում են Անի ջան, դուք եւս շատ եք եղել Սյունիքում, եղել եք Իրանցում, ձեզ նույնպես քաշքշել են Լիա ջան, դուք եւս, այսինքն այս ամեն ինչը մեզ համար նորություն չի, այս իշխանությունների օրոք այս ամեն ինչը մեզ համար նորություն չի, եւ հույս ունենանք, որ չգիտեմ, թող ինձանով սահմանափակվի, թող լրագրողները իսկապես ազատ աշխատանք ունենան, ինչի մասին մենք այս վերջին շրջանում շատ խոսում ենք։ Իր վերջին հարցազրույցում Ալեն Սիմոնյանը հիշել էր այդ օրը եւ ասել էր ընդդիմադիր լրագրողներից մեկը Փաշինյանը ձեզ փորձել է օգնել, ինչ որ ոտք եք վնասել եւ այլն։ Ձեր անունը իհարկե չի տրվել, բայց այդտեղ քանի որ դուք եք եղել, դրա համար եմ ասում։ Ալեն Սիմոնյանը հենց ձեզ էր հիշում։ Եթե նկատի ուներ այն հայտնի դեպքը, երբ ես փորձում էի Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանին, այդ հարցերը անպատասխան էին մնում, երբ այլ հարցեր էի եւս ուզում տալ, այդ ժամանակ Մանեկ Գևորգյանը մոտեցավ, ասեց այն հեռուստաընկերություններում, որտեղ դուք աշխատում եք, երբ որ այդտեղից դուրս գաք, ինքը նոր ձեր հարցին կպատասխանի, հետո ինչ որ sense քաշքշուկ ստեղծվեց, ինչի հետևանքով արդյունքում ես ընկա, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ, ես նաև բացի լրագրողից ես նաև կարող եմ ունենալ ներքին համոզմունքներ ունենալ հայացքներ եւ կարող եմ մարդկանց նաև թույլ չտալ, որ ինձ մոտենան, Նիկոլ Փաշինյանը բացառություն չէր, ես թույլ չեմ տվել իրեն, որ ինձ օգնի։ Ալեն Սիմոնյանը այդ դրվագն է հիշել։ Իսկ մտավախություն չկա, որ ոչ միայն դրա, այսինքն դա է եղել հիմքը, բայց այն որ դուք նաև սրբազան պայքարը ակտիվ լուսաբանող եք նաև, դա լինի։ Կամավորության սկզբունքով այո, ես նաև ակտիվ սրբազան պայքար եմ լուսաբանել եւ նաև մտածում եմ, որ գուցե առհասարակ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին դեմ լինելը Հայաստանի վերաբերյալ, էլ չխոսենք մեր հայկական երկրորդ հանրապետության, Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ իրադարձությունները, ինչին որ ես որպես հայ, որպես քաղաքացի դեմ եմ եւ նաեւ ասում են որպես դեմ լրագրողներ եւ այլն, դա սա նաեւ դրանով է ինչ որ գուցե եւ պայմանավորված։ Տեսեք Շուրնուխում, Ճակատենում, Սև լճում, Ներքին հանդում տեղի ունեցող այդ իրադարձությունների վերաբերյալ մտահոգիչ զիջումների վերաբերյալ առաջինը հանրությունը ձեր ռեպորտաժներից է տեղեկացել, այդ ռեպորտաժների ընթացքում ձեզ նաեւ կարծեմ երկու դեպքով բերման են ենթարկել։ Մեկը հստակ հիշում եմ Ներքին հանդի ժամանակ, այսինքն նոր չէ, որ այս իշխանությունների թիրախում եք հայտնվել։ Ես կարծում եմ Անի ջան, շատ ճիշտ եք նկատել, դու եւս դրան շատ մեծ մասնակից ես եղել։ Ես ուղղակի մի հարց ունեմ, օրինակ, ես իհարկե ոչ մեկին չեմ ուզում թիրախավորել, բայց դեպքեր եղան, երբ մենք տարբեր մեր իշխանական լրատվականներից օրինակ տեսանք, որ գալիս են եւ ասում են օրինակ Կապան Ճակատենը անվտանգ է եւ այլն եւ հաջորդ օրը մենք անմիջապես գնում ենք հանձնում ենք լուսաբանում։ Ուզում հասկանամ ինչն է խնդիրը, որ այն մարդիկ ովքեր ռոպագանդա են անում, որ ամեն ինչ մենակ չի հանձնվելու, այդ օրինակ սուտ լուր տարածելու համար այդ մարդիկ, չգիտեմ, օրինակ չեն կանչվում, վկա չեն իր միջոցի կամ մեղադրակ չի առաջադրվում։ Լուսաբանել եմ առաջինը եւ որքան առողջություն ես, որքան կամքս, որքան էմոցիոնալ դաշտս թույլ է տալիս, ես փորձելու եմ լուսաբանել եւ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտություն է ուղղակի լինելը, որովհետեւ սա պատմություն է, վատ իմաստով է պատմություն։ Եվ
Ընդմիջում է հայտարարված։ Այո, այսօր հավանաբար հրապարակի խփամա միջոցի Փակտ է կարծում եմ փակ։ Ես դուք ինչ եք կարծում, կալանքի կտանեք, Չէ, Վարչական կալանքի հսկողություն, վարչական հսկողություն, որը իրանից սահմանափակումներ է ենթադրում։ տանից դուրս չգա, ժամերի Հստակ, քանի որ նախաքննության փուլը ես տերմինների մի փոքր խուսափում եմ տալ, բայց մոտավոր այդպես։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, Siemens, շնորհակալ եմ, որ եկել եք։